Վիլյամ Սարոյան, 2 օր։ Մեր սենյակը լավ էր, բայց ինձ դուր էր գալիս։ Ես գնացի, դուռը բացեցի, որ տեսնեմ դրսում ինչ կա։ Մի քանի քայլ արի միջանցքում ու հանկարծ լսեցի, որ դուռը չլխկոցով փակվեց։ Վազեցի դրան մոտ, ներսից փակվել էր։ Էլ ոնց սենյակ մտնեի։ Չէի ուզում մայրիկին արթնացնել։ Հանկարծ լսեցի, որ վերելակը մեր հարկում կանգնեց։ Ու ես ամոթից մեռա, բայց թաքնվելու տեղ չկար։ Քիչ հետո փաթեթներով բեռնված մի շատ բարձրահասակ լեդի երևաց եւ ինձ տեսնելով ասաց. Դրոտի օրիորդ, չեք օգնի ինձ այս փաթեթները տանել։ Ես ձեզ թեյ կհյուրասիրեի։ Խնդրեմ, մեմ, ես ձգվեցի ու փոքրիկ փաթեթներից մի 4 հատ վերցրի։ Մենք քայլեցինք միջև միջանցքի ծայրը, լեդին բանալիով բացեց դուռը, փաթեթները լցրեց մի ցածրիկ ապակե սեղանի վրա, նստեց, խոր շունչ քաշեց, իսկ հետո ասաց. Դե, հիմա սպասիր քեզ կարգին նայեմ։ Շրջվիր խնդրեմ։ Ես շրջվեցի։ Սարսափելի մի հարես, բայց քո մեջ մի բան կա, որ ինձ դուր է գալիս։ Իսկ իմ մեջ մի բան կա, որ քեզ դուր է գալիս։ Այո։ Դե, ինձ մի սպասեցրու շուտ ասա տեսնենք ինչը։ Չգիտեմ։ Ահա, մեծերն էլ են այդպես, միայն թե ընդհակառակը, ես նրանց դուր չեմ գալիս, բայց ինչու չգիտեմ։ Որտեղ ես ապրում։ Մակրոնի Լեյնի թիվ 1001 տանը, Pacific Palisades-ում։ Իսկ ինչպես ես հասել այստեղ։ Ինքնաթիռով։ Հայրդ ուր է։ Փարիզում։ Իսկ մայրը։ 2109 համարում։ Դա միջանցքի մյուս կողմի փոքրիկ սենյակը չէ։ Այո։ Հիմա գիտես ինչ։ Արի թեյ։ Լավ։ Բարձրահասակ լեդին թեյնիկ էլ ուներ, մատուցարան էր, շաքարաման ու սերաման էր, մի ամբողջ արծաթե սպասք։ Նա թունդ թեյ էր խմում, առանց շաքարի, ընդամենը կիտրոնի մի բարալիկ շերտով, որն էլ կեղևի հետ կերավ։ Ինձ համար էլ բաժակի մեջ մի քիչ թեյ լցրեց։ Հետո բեր ասերուցքը։ Թեյը լավն էր, թխվածքներից մի քանիսն էր, բայց ինձ ամենից շատ ռոմով տորթը դուր եկավ։ Մենք ուտում էինք ու թեյում, իսկ լեդին ինձ հետ այնպես էր խոսում, կարծես ինքն էլ է իմ տարիքին, ու մենք ուղղակի խաղում էինք։ Մենք անդադար խոսում էինք, թեյ խմում, տորթ ու բլիթներ ուտում, ծիծաղում, ու ժամանակն անցնում էր։ Մայրիկը պինդ քնած էր, իսկ ես, երբ որ ուզեի մի րոպեում 2109 համարը կհասնեի, դրա համար էլ գնալու մասին չէի մտածում, բայց ավելի լավ կլիներ մտածեի։ Պատկերացնում եմ ոնց է մայրիկը արթնացել, թե ինչից, չգիտեմ, միգուցե զգացել է, որ սենյակում չեմ, մայրիկը վեր է կացել անկողնուց ու ինձ ամենուրեք փնտրել, բայց պարզ բան է, չի գտել, ահն ընկել է սիրտ ու ճչացել, հետո զանգել է հյուրանոցի վարիչին և եղածը պատմել, վարիչի օգնականին է ասել, օգնականը մյուս ծառայողներին, սրանք էլ միջանցքի սպասավորներին ու բոլորը սկսել են ինձ փնտրել։ Միջանցքից ոտքերի թփթփոց լսվեց, գնացող եկողները հյուրանոցի խուզարկումներն էին, կին խուզարկում բարձրահասակ լեդիի դրան զանգը սեղմեց։ Դրոտի օրիորդ պես թե ով է։ Ես գնացի դուռը բացեցի։ Դե, ով է։ Կին խուզարկուն ասաց, թե ինքը ով է, իսկ բարձրահասակ լեդին էլ ջղայնացավ։ Բայց ինչ նպատակով եք իմ դուռը զանգում։ 2109 համարից մի փոքրիկ աղջիկ է։ Ով է ասում։ Նրա մայրը։ Վայ, լավ կլինի գնամ։ Ժամանակ էլ չեղավ, որ քաղաքավարի շնորհակալություն հայտնեմ ու ասեմ ցտեսություն։ Արագ դուռը ծեծեցի ու ձայն տվի։ Մայրիկ! Դուռն իսկույն բացվեց։ Կարծես պայթեցի։ Մայրիկը վրաս մի հայացք ձգեց ու ծանր հառաչեց։ Լավ, մայրիկ, ինչ կլինի, որ տրամադրությունը չգցեց։ Խնդրում եմ, երեսդ մի ծածկի, ինձ ների։ Չէ, փրփրած եմ, քեզ վրա եմ փրփրել, հորդ վրա, իսկ ամենից շատ Վիոլա մայրիկի, որովհետև եթե նա ժամանակին գար, ես Նյու Յորք չէի հասնի, իսկ հիմա երբ Նյու Յորքում եմ, երանի եմ տալիս, որ Կալիֆոռնիայում լինեի։ Ոյ չէ, սա աշխարհի ամենալավ տեղն է։ Ոչ, ամենավատն է, երանի մեռնեի։ Այդպես մի ասա էլի մայրիկ, մեկ էլ տեսար Աստված ձայնդ լսեց, հավատաց խոսքերիդ ու քեզ իր մոտ տարավ, բայց ինչ կանեմ։ Կմնաս պյարի 21-րդ հարկի միջանցքում, անտիրական։ Ախր, ինչու այդպիսի հիմար բան անես։ Դե լավ, խնդրում եմ, երեսդ բացի։ Ես ձախորդի մեկն եմ, աննշան մեկը, լրի ոչնչություն։ Դու մայրիկ, չէ, դու հաջողակ ես, դու ոչնչություն չես, դու ամեն ինչ ես, մայրիկ, դու ամեն ինչ ես։ Դուք այդպես ես կարծում, որ դու։ Կարծում, ինչ կարծել, գիտեմ, դու ամբողջ աշխարհում ամենագեղեցիկն ու ամենահաջողակն ես։ Ուրեմն արի
Հագնվենք ու գնանք մանգալը։ Կամաց, մի գորա, սա ձեր դպրոցը չէ, Գյորգ հյուրանոցն է։ Լավ կամաց։ Հիանալի է։ Ես այնպես կամաց ասացի, որ մայրիկը հարցրեց. Ինչ ասացիր։ Հա, կամաց, գորտուկ, դե, ինչ հագնենք։ Միանոց շորեր։ Ու մենք հագնվեցինք։ Իսկ Նյու Յորքում արդեն համարյա երեկո էր։ Երկուսս էլ էստեղ, Նյու Յորք քաղաք։